Հարցես բոլորիդ եւ Մալխասյան քրոմ ունենք տեղյակ եք քաղաքացիական պայմանագիրը ինչու ներկա չէ Կարն առաքել որոմը բավելու համար անհրաժեշտ է 17 հավաքանու ներկայություն եթե քեզից ավելի ներկա չէ ապա պետք է հայտարարվի ընդմիջում 30 րոպե մինչև որոմը կարողանա կապահովել հայտարարություններ ունեք պարտիան խնդրեմ Բարև ձեզ հարգելի ավագանու անդամներ ղեկավար անսպասելի իրադարձությունների պատճառով խնդրում եմ ավագանու նիստը հետաձգել 30 րոպեով որպեսզի մեր խմբակցության ղեկավարը ներկա գտնվի մեր նիստին Ինչն է անսպասելի հյուրերի պատճառով Հա ուժային կառույցն Այո Խնդրում եմ հետաձգել, եթե հնարավոր է Ուժային կառույցներից են հյուրերը անակնկալ, որ եթե չեմ սխալվում հակակոռուպցիոնից են, հա, երևի թե հա վերջին նիստն է այս նստաշրջանի եւ ինչ որ ծևի ուզում են խոչընդոտել Մենք էլ հետաձգենք կես ժամով ու փորձենք ապահովենք, ինձ թվում է կգա կմասնակցենք, կտեսնեն հարգելի իրավապահ համակարգի ներկայացուցիչներ խնդրում եմ ի նկատի ունեցեք այս ուղերձը խմբակցության որ կես ժամանակ է տրամադրվում եւ մեր ավականու անդամ խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանին անհարգի միք ցկցկեք, թույլ տվեք, որ կան ներկա գտնվի հավականու նիստին։ Կես ժամ ընդմիջում։ Պարոն Մալխասյան, ապահովված եք որումը հավաքանու հերթական նիստին ներկայացել են 16 հավաքանու անդամներ Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 17 հավաքանու անդամի ներկայություն, այս բանը քվորում չկա։ Ներկայացել քաղաքացիական պայմանագիր խմբակցության ամբողջությամբ եւ Մար Հայաստան դաշինքի խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյան։ Այն ինչ առավոտվանից հա ինֆորմացիայի որոշակի աղբյուրներից տեղեկացել էինք, որ պետք է պրավալի ենթարկեն Գյումրու ավականու նիստը այդ սցենարով գնում է։ Դրա համար Վարման կարգով ես ուզում եմ ելույթ ունենալ։ Հարգելի ավականու անդամներ, համայնքային բաժնի ներկայացուցիչներ, իմ գյումրեցիներ, սիրելի Հայաստան աշխարհ։ Ուրեմն օրեր շարունակ, ամիսներ շարունակ իշխանությունը թեզ էր առաջ տանում, որ Գյումրիում կառավարման ճգնաժամ կա, որը միանշանակ չի համապատասխանում իրականությանը։ Ճգնաժամ գոյություն ունի այլ համայնքներում, որտեղ ղեկավարում են իրենց սրտի քաղաքապետերը, կոնկրետ օրինակ կարող եմ նշել Կիրովագանում, չեմ հիշում որ թվականից, որ ժամանակահատվածից ավականու նիստ չի կայանում այնտեղ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անհարգի կալանավորումից հետո բնականon հիմքով ընտանում է ավականու նիստերը ես ուզում եմ օգտվելով առիթի շնորհակալություն հայտնել խմբակցություններին 4 խմբակցությունին որոնք ընդդիմադիր հայացքների տեր են եւ միասնական մինչև այսօր պահում են եւ հույսով եմ մինչև վերջը կպահեն իրենց հայացքները հաշվարկները այնպես էր գնում իշխանության կողմից որ մի ավականի ունեինք ում նախընտրական շրջանում կալանավորել էին տնային կալանք էին տվել գործընթացը սկսվել էր փոփոխության սակայն այս բանը չհասցվեց դեպետ մենք թիվը ունենք որ գրանցեինք նիստը եւ այսօր էլ ականատես եկանք խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի հանդեպ իշխանական բռնաճնշումները Սա է պատկերը, որ անդադար
կենտրոնական իշխանությունը փորձում է նպատակաուղղված խաթարել Գյումրու քաղաքապետարանի աշխատանքները, ավականու աշխատանքները։ Եվ այսքանից հետո իմ գյումրեցիներ, դուք պետք է արդեն ձեր մեջ տարազանեք, թե որտեղ է թաքնվում այն միտքը, թե ինչից է փխում ճգնաժամը։ Ճգնաժամը արհեստական է, շինովի է, չկա այդպիսի բան, եւ փաստը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւս մեկ անգամ տաբալեց ավականունիստը, որտեղ քննարկման ենք տարգելու շատ ու շատ հարցեր, որոնցից հատկացնելու ենք գումարներ հողակներին, հատկացվելու էր եւ մրցույթ էր հայտարարվելու մանկապարտեզի երեխաներին սեպտեմբերյան պարգերի տրամադրումը, ես հիշեցումս ձեզ ամանորյա միջոցառումների եւ Եղևնու զարդարանքը նույն ձևի այդպես քաղաքացիական պայմանագիրը չներկայացավ, ռավալի տվեց, որոշ մարդիկ բարձրաձայնում են երեխաների տոնը, երեխաների համար, հանուն երեխաների գործող ուժը պետք է ներկա գտնվի ավականունիստին, իր պարտականությունն է, ոչ մի գրություն, ոչ մի հաղորդագրություն չենք ստացել խմբակցությունից, թե ինչն է պատճառը, որ մի ամբողջ խմբակցություն այսօրվա նիստին ներկա չի գտնվում։ Սուբվենցիոն ծրագրերն էին քննարկելու, որոնց մասին բարձրաձայնում է երկրի վարչապետը, 48 փողոցներն էին քննարկելու, որոնք ընդգրկվելու էր եւ ուղղվելու էր կառավարություն։ Ներկայացվում էր նաեւ աղետից տուժված հրդեհի հետևանքով մեր քաղաքացիների գումար հատկացնելու եւ այլն տարբեր տիպի, ասեմ ձեզ, աջուրդ էր տրվելու նոր աջուրդային կարգով հողերը, էլեկտրոնային աջուրդ էր տրվելու ավականու որոշումով, եթե չեմ սխալվում 7-ից 8 ամիս է կառավարության որոշումով կանգնել է ֆոնդային մասը քաղաքապետարանի շատ ցածր մակարդակի վիճակում է գտնվում, որովհետև կենտրոնական իշխանությունը գրություն ուղարկեց, խոչընդոտեց այդ գործընթացին, նոր գործընթացով սկսում ենք աշխատանքները, որ կարողանանք ֆոնդային մասը ապահովենք, բայց ակնհայտ տեսնում եք սիրելի քաղաքացիական պայմանագրի խմբակցության ավականու անդամները մի անձնյա ներկա չեն գտնվում։ Այս ամբողջը իմ գյումրեցիներ, ես հանձնում եմ ձեր տատին։ Այն ինչ որ խոսվում է, այն խոսույթը, որ օգտագործում են քաղաքապետարանում, Գյումրու քաղաքապետարանում կա ճգնաժամ, դա ուղղորդված է միանշանակ եւ ճշմարտությանը չի համապատասխանում։ Հետո մի բան ասեմ, գյումրեցիներ, սա կոնկրետ ձեզ է վերաբերվում։ Դուք քաղաքացիներ եք, քաղաքաբնակ ժողովուրդ եք եւ թույլ չտաք, ես չեմ թերագնահատում, որ ձեր քաղաքին գյուղ կպցնեն։ Սա ձեր պատվի հարցն է։ Դուք թույլ չտաք։ Միշտ թույլ չեք տվել, հիմա էլ թույլ չտաք, որ ձեր քաղաքին գյուղ կպցնեն։ Դուք քաղաք եք, հանրապետության երկրորդ քաղաքն եք, այդ ստատուսը դուք պետք է պահեք։ Այսքանը, շնորհակալություն։